Հյուրիս Անի Զաքարյանի հետ իհարկե չէի կարող չխոսել ձայնից, որտեղ Անին հայտնի է իր գրագետ, գեղեցիկ, ոսկեղենիկ հայերենով եւ իր ձայնով։ Բայց հարցս էսպես էի ձևակերպել. ինչ է մոր ձայնը։ Խորացանք եւ հասկացանք, որ մոր ձայնը իրականում երեխայի ներքին ձայնն է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Ձայնի ամեն ելևէջը, տոնայնությունը, դեմքի արտահայտությունը, ինչու ոչ, ժեստերը, ամեն բան, հա, դա կոչվում է միասին մարմնի լեզու։ Երբ ձայնին միանում է մարմնի լեզուն եւ այդ ձայնը լավը չէ, մենք դրանով երեխային տալիս ենք միայն բացասական հաղորդագրություններ։ Իսկ եթե այդ ձայնը խաղաղ է, այդ ձայնը կարող է լինել նաև կոշտ, այդ ձայնը կարող է լինել պահանջկոտ, բայց ձայնը խաղաղ է։ Ձայնը չի դառնում երեխային ամբողջ կյանքում ճնշող, սահմանափակող, նախատող ձայն իր գլխում։ Այնպես որ խնդրում եմ, մանրուքներին ուշադրություն դարձրեք։ Զգացեք ինչպես եք խոսում ձեր երեխայի հետ, երբ նա ձեզ է անդրադառնում, հարց է տալիս, նվնվում է, պահանջում է, ոտքը գետնին է խփում, ինչպես եք դուք արձագանքում։ Որն է ձեր ձայնը։ Այն ձայնը, որը հետագայում կդառնա երեխայի ներքին եւ իր հետ ամբողջ կյանք զրուցող ձայնը։